Դե առավոտվա 10-ից կեսից եկել եմ։ Ինչ-որ բան վաճառել եք։ Ոչ մի բասկի մարդ չկա, մոտեցող չկա։ Անիմաստ չի կանգնեմ։ Չեմ կարող։ Ձեռքերս էլ չի աշխատում։ Ամռանը վերնիսաժի տարածքում բացված Սիրահայերի բացօթյա շուկան փակման եզրին է։ Պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրահայերն ասում են, Երևանի քաղաքապետարանի հատկացրած տարածքը հարմար չէ քաղաքակիրթ առևտուր անելու համար։ Ընդամենը տաղավարներ են, առանց տարրական հարմարությունների, դրանք էլ անձրևային ու ցուրտ օրերին դատարկ են մնում։ Անիմաստ է, այսինքն ապրանքը, եւ պիտի թրջվի, պիտի փճանա։ Սիրահայ գործարարների միությունը կառավարությունից ընդամենը մեկ խնդրանք ունի՝ աջակցել սիրահայերի նոր շուկա բացելու հարցում, օգնելով կանալ պատերազմի մեջ տունուտեղ գույք թողած սիրահայերին։ 2 տասնյակից ավելի տաղավարները հատկացվել են շաբաթվա 5 օրերի համար։ Երկուշաբթիից ուրբաթ առևտուր չկա, իսկ շաբաթ-կիրակի օրերին, երբ վերնիսաժում ակտիվ եռուզեռ է, տաղավարները հատկացվում են այլ առևտրականների։ Փոխարենը Երևանի քաղաքապետարանը նրանց նույն շուկայում այլ հատված է հատկացրել, որն ինչպես պնդում է Սիրահայ գործարարների միության փոխնախագահ Միքայել Կարապետը, աչքից հեռու է ու անհարմար։ Շաբաթ-կիրակի սաղ էստեղը բալատկեգով փակվում է, էսի լրիվ շուկա է դառնում, երկու կողմանի սեղաններով, էստեղ էլ շուկա է, էստեղ էլ սեղան է տրված։ Ուրեմն էստեղի վաճառողը գալիս կանգնում է այս ճանապարհի վրա։ Պատկերացրեք, այս սեղանները սենց լրիվ շարված է։ Մեզ հատկացված դարածը այս փոքր դարածքն է, որ իրենց ասում են 25 տաղավարի համար հնարավորություն այստեղ ֆիզիկապես արդեն չկա, ոնց որ դուք տեսնում եք։ Այստեղ 25 տաղավար կա։ Չկա, մեզ տրված է այս 5 զոնտիկով վերջերս 5 զոնտիկով տաղավարներ։ Այս տարածքը ընդհանրապես փակ էր։ Մուտքը փակվում է ընդհանրապես։ Սիրահայ գործարարները վճարում են վերնիսաժի տարածքի բացօթյա տաղավարների համար, ասում են, թե պատրաստ են ավելի վճարել, միայն թե նորմալ պայմաններով շուկայում աշխատեն, սակայն քաղաքային իշխանությունները մերժել են նրանց պատճառաբանելով, որ վերնիսաժի տարածքում նրանք արդեն տաղավարներ ունեն։ Մեր նպատակը չէ ցուրտերու տակ կամ մի զոնտիկի տակ մեր բիզնեսները տնել։ Մենք ինչի որոշեցինք սիրահայերի համար մի հատ շուկա ստեղծենք, այդ նախարարությունները ու գազագերբությունները այդ մի օրվա ցուցահանդես վաճառքները արդյունավետ էր սիրահայերի համար։ Մեր ցանկությունն էր, որ մեր սիրահայերի համար շուկա ստեղծել, որ լինի ամեն տեսակետի ապրանքանիշ, այսինքն ծառայությունը, իրենց սնունդը եւ այլն, այս հարցերով լրիվ մի դարածքի մեջ լինի, այսինքն։ Կարևորը մենք որքան պաշտպանվենք բաղեն, անձրևեն, ասի մեզի համար հարց է, չէ թե ես նայեցեք կորկեր են, որ գախած էի, իչեցուցի անձրևին գավրվին, ասոր համար միան դեմ գուզենք, որ մեզի դեմ հաստատեն, մենք գիշինենք։ Երևանի քաղաքապետարանից ազատության հարցմանի պատասխան նշում են, որ վերնիսաժի տարածքից բացի կենտրոնում նպատակահարմար տարածք չկա։ Սիրահայ գործարարներին առաջարկել են Մալաթիայի շուկայում գործող տոնավաճառները, սակայն նրանք հրաժարվել են։